Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արսեն Հակոբյանը մի հետաքրքիր հոդված ունի սիրահայերի վերաբերյալ, որը անվանել է Հալեպից Երևան, պատերազմը և միգրացիան ավտոբուսի պատուհանից։ Այս վերնագիրը շատ է դուրս գալիս, որովհետև ինձ թվում է բավականին հետաքրքիր երանգ է ցույց տալիս, որ մի կողմից փաստորեն սիրահայերը անմիջապես այդ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի մեջ էին, բայց մյուս կողմից ինչ-որ առումով այդ պատուհանի միջով էին նայում, որովհետև այնուամենայնիվ որոշակի դիստանցիա կար։ Եվ դիստանցիան էլի հետաքրքիր է հասկանալ ինչով է պայմանավորված այդ յուրահատուկ պատկանելիության զգացումով, որ այնտեղ իրենք մի կողմից համարում են, որ Սիրիան իրենց երկիրն է, բայց մյուս կողմից շատ ամուր կապված են հայ համայնքի ինստիտուցիոնալ համակարգին, ինստիտուտներին եւ նաեւ որպես հայրենիք գոնե սիմվոլիկ առումով համարում են Հայաստանը։ Այստեղ բացի այն, որ վերնագրով արտահայտված է վերաբերմունքը պատերազմին, նաև հեղինակը նկարագրում է ընդհանրապես ճանապարհը, թե ինչպես են սիրիացիները անցել Հալեպից Հայաստան։ Մինչ այդ ճանապարհին անդրադառնալը, էլի որպեսզի շեշտենք, թե ոնց է այդ առանձնահատուկ տենց ինչ որ ապակու միջով հայացքը պատերազմին երևում։ Շատ հաճախ ասում են, որ երբ որ սկսվեց պատերազմը, մենք չէինք պատկերացնում, որ դա մեզ է հասնելու, մինչդեռ թվում է, որ եւ իրենք էլ պատմելուց նշում են, որ ամեն ինչ սկսվեց Թունիսում, հետո Լիբիա տեղափոխվեց, Եգիպտոս եւ մոտենում էր, բայց միևնույնն է, նույնիսկ այն պահին, երբ որ արդեն Սիրիայում էր, Հալեպում ապրող հայերը այնուամենայնիվ կարծում էին, որ իրենց չի հասնելու։ Եվ դրա համար իրադարձությունները թեպետ սկսեցին 2011-ից, բայց հայ համայնքի հոսքը Հայաստան ավելի շատ նկատելի դարձավ 2012 թվականից։ Սկզբում մարդիկ, ովքեր տեղափոխվում էին Հայաստան, այդ վտանգը իրենց վրա զգալով, հիմնական ինքնաթիռներից էին կարողանում օգտվել եւ ավելի հեշտ էր, բայց ինչ որ պահ, երբ որ օդանավակայանը փակվեց, ճանապարհը ավելի դժվարացավ, որովհետեւ միակ ուղին այդ ցամաքային տեղափոխությունն էր ավտոբուսների միջոցով։ Եվ հենց այս ճանապարհներն էր, որ Արսեն Հակոբյանը շատ հետաքրքիր կերպով իր հոդվածում անդրադառնում է։ Ուզում եմ մի հատված կարդալ, որը ճանապարհը ցույց է տալի իր բոլոր դժվարություններով հանդերձ, իհարկե այստեղ ավելի վտանգված փորձառություն է, բայց այնուամենայնիվ ուզում եմ կարդալ, որպեսզի տեսնենք, որ այս ծայրահեղ փորձառություններն էլ մեր հասարակությունում բնակվող սիրահայերը տեսել են։ Ուրեմն կարդում եմ թարգմանած հատված, որովհետև հոդվածը անգլերենով է, բայց հարցազրույցները հեղինակը արել է հայերենով, իմ թարգմանությունը անգլերենից հայերեն չի համապատասխանի բնականաբար բնօրինակին, բայց իմաստը կփոխանցի։ Ուրեմն սիրահայը, որ տեղափոխվել է Հայաստան, պատմում է, ասում է. Մեծահասակներին ձեռք չէին տալիս, ստուգում էին երիտասարդների փաստաթղթերը, որպեսզի հասկանային արդյոք ծառայել է բանակում, թե ոչ, որպեսզի տեսնեին ուր է գնում։ Նրանք, ովքեր հարուստ ընտանիքներից էին, առևանգվում էին, փոխարենը կանանց ձեռք չէին տալիս։ Այդ էքստրեմիստները, երբ եկան, նրանց դեմքը փակ էր, նրանք նայեցին մեզ վրա, ողջունեցին, փաստաթղթերը չհարցրին, պարզապես ինձ ցույց տվեցին, արդեն գիտեի, որ այդտեղ եմ, քանի որ Հալեպում ինձ մատնել էին։ Ինձ կարգադրեցին իջնել, ավտոբուսը մեկնեց, նստեցի մեքենա 4 զինվորի ուղեկցությամբ, գլուխս ծածկեցին, որ ոչինչ չտեսնեմ։ Շարունակության մեջ պատմում է, որ իրեն տեղափոխել են այդ խմբերից մեկը, տեղափոխել է ինչ-որ տարածք, որտեղ իրենից բացի էլի մարդիկ կային եւ պատմում է, որ այդ խմբավորումները անընդհատ փոփոխվում էին եւ ինքն է սկզբից ասում էր, որ թվում էր, թե ազատ բանակի զինվորներն էին, բայց հետո կարող են այլ հագուստով լինեին, որ հուշում էին այլ խմբավորումների պատկանելիության մասին։
Եվ ասում է, որ մի քանի օր հետո, երբ ինձ պահում էին այնտեղ, մոտեցավ ղեկավարներից մեկը եւ ներողություն խնդրեց, ասաց մենք սխալմամբ ենք ձեզ առևանգել, գումարի մի մասը ինձ մոտ որ կար վերցրել էին, բայց մյուս մասը վերադարձրին եւ խոստացան, որ բաց կթողնեն, բայց ասում է այդպես էլ տեղի չունեցավ, մի քանի օր հետո ես ուղղակի հասկացա, որ այդ խմբավորումը փոխվել է եւ փաստորեն ես ուրիշ խմբի պատանդ եմ։ Արդյունքում այս մարդը ազատվում է եւ հասնում է Հայաստան, ազատվում է ուղղակի այդ իրենց ուզած գումարը վճարելով։ Փաստորեն այս պատմությունից մենք նախ տեսնում ենք, հասկանում ենք, թե ինչպես է, հա, ուղին անցնում այդ տեղափոխության, որ ամենառիսկայինը երիտասարդներն էին, ովքեր որ պահանջված էին այնտեղ եւ պետք է բանակում ծառայեն եւ դժվար էր լինում հատկապես նրանց տեղափոխել եւ մարդիկ փորձում էին պայմանավորվածություն ձեռք բերել եւ գտնել վարորդների, ովքեր մի կողմից վստահելի են եւ ծագումով ցանկալի էր որ հայ լինեն, բայց մյուս կողմից էլ կարող էին բանակցել այդ ճանապարհին տարբեր հատվածներում կանգնեցնող տարբեր խմբավորումների հետ։ Եվ մարդիկ փորձում էին իրենց հետ գումար շատ չվերցնել այս փուլում, որովհետև բնականաբար իրենցից այդ գումարը կամ ոսկեղենը կարող էին վերցնել։ Ու փաստորեն մենք տեսնում ենք, որ այս վերջի շրջանում, երբ որ իրավիճակը ավելի է սրվում եւ օդային ճանապարհն էլ փակվում է, մարդկանց տեղափոխությունը ավելի բարդ է լինում եւ նրանք, ովքեր որ կարողանում են հասնել, ավելի քիչ դրամական միջոցներով են հասնում։ Այստեղ տեղափոխվողները եւս բավականին հիմնախնդիրների են բախվում, թեպետ շատ հարցերում նրանց մասին փորձում են տարբեր կազմակերպություններ հոգ տանել։ Փաստաթղթերի հետ կապված հարցերը թերևս ամենահեշտ լուծվողներից են, որովհետև ինչ որ մի փուլում հայկական հյուպատոսությունը հենց Սիրիայում քաղաքացիություն է շնորհում ծագումով հայերին եւ այդ քաղաքացիությունը նրանց հնարավորություն էր տալի Հայաստան տեղափոխվելու պարագայում Հայաստանի քաղաքացիներին բոլոր այն իրավունքները եւ հնարավորությունները, որ ունեն քաղաքացիները Հայաստանում, սիրահայերը եւս ունեին։ Ուզում եմ փաստաթղթերի հետ կապված մի քանի բան կարդալ, որպեսզի տեսնեք, թե ինչպես են հենց մարդիկ իրենք նկարագրում։ Սա որ կարդալու եմ, ֆոկուս խմբային հետազոտության մասնակիցներից մեկի խոսքերն են, եւ այս հարցումը իրականացվել է ԵԼԻ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների կողմից, Սարգսյան Համլետը եւ Յուրի Պետրոսյանը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ։ Այս հատվածը բավական հետաքրքիր է այնքանով, որ տվյալները գրեթե ամփոփված կամ վերլուծված չեն եւ ներկայացված են այնպես, ինչպես մարդիկ հենց իրենք պատմել են, ինչը հնարավորություն է տալիս հետազոտողների վերլուծել նյութը։ Ուրեմն մասնակիցներից մեկը ասում է. փաստաթղթերի հետ կապված խնդիր չենք ունեցել, ինչ մուծումներ անհրաժեշտ էր կատարել ենք, անձնագիրն էլ ստացել։ Մի խնդիր ունեցա մորս բողոքական լինելու հետ կապված, բարեկամներիս միջոցով Հալեպից բոլոր փաստաթղթերը բերել տվեցի, այստեղ չանցավ, ասացին հայ չէ, միայն Սփյուռքի նախարարության միջնորդությամբ հնարավոր եղավ մեզ հայ համարել եւ անձնագիր տալ։ Արագացված կարգով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվեն հայկական ծագման մասին փաստաթուղթ, որը սովորաբար եկեղեցին է տրամադրում եւ եթե եկեղեցուն Սիրիայի համայնքի եկեղեցու անդամ չէ մարդը, այդ պարագայում դժվար կլինի։ Բայց եթե այս բոլոր բարդությունները հաղթահարվում են, չհաշված բյուրոկրատական այդ ձգձգումները եւ ամեն ինչը, որը Հայաստանում գրեթե բոլոր ինստիտուցիաները ունենում են, մնացած հարցերում փաստաթղթերի հետ կապված խնդիրները համեմատաբար ավելի հեշտ են լուծվում։ Հաջորդ կարևոր խնդիրը բնակարանի հարցն է, որովհետև բնականաբար, երբ որ մարդը նոր հասարակություն է տեղափոխվում, նոր երկիր է փոխվում, նախ եւ առաջ կացանի հարցը պետք է լուծի, որը Հայաստանում որոշակի գումար է պահանջում եւ այս մարդիկ հիմնականում վարձով են բնակվում եւ եթե նախնական շրջանում նրանք կարողանում են վարձը փակել, ինչ որ ժամանակ հետո այս խնդիրը չի լուծվում եւ նրանք էլ ամբողջ գումարը ծախսած են լինում։
Ասում եմ, ընկերներիս հետ ապրում եմ Կողբացի փողոցում, տան պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն, շենքը խորհրդային շրջանի կառույց է, ջեռուցման սարքեր չկան, ձմռանը տաքանալու համար ստիպված ենք էլեկտրական ջեռուցիչ գնել, տունը վարձակալելու ժամանակ տանտերն ասաց, որ 2 անկողին կա, բայց իրականում մեկն էր, զանգեցի տանտիրոջը, նա բացատրեց, որ մենք տան համար ենք վճարում եւ ոչ թե իրերի, այժմ քնում եմ դիվանի վրա։ Այստեղից հետաքրքիր մի քանի բան է տեսանելի դառնում, որը միշտ չէ որ տիպական է, բայց ինչ որ բաների մասին հուշում է։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, ովքեր կարողանում են նույնիսկ կենտրոնում բնակարան վարձել, բայց շատերի համար սա դժվար է եւ անմատչելի եւ ինչ որ պահից, երբ որ գումարը ավարտվում է, այս մարդիկ ստիպված են լինում տեղափոխվել արվարձաններ, իսկ պետական աջակցության պարագայում նրանց հիմնականում առաջարկվում է Երևանից դուրս բնակվել։ Եվ մենք նկատում ենք նաև, որ մարդիկ, եթե նույնիսկ ընտանիքով չեն, խմբով են բնակվում ընկերների հետ, որովհետև էլի հնարավորություն է տալիս սուղ միջոցներով այդ վարձը կիսելով բնակարան վարձել։ Եվ նաև այստեղ այդ մշակութային առանձնահատկություններն են եւ կա ցուցաձևի մշակութային տարբերությունները, որը բավականաչափ տարբերվում է Երևանում եւ Հալեպում, որտեղից որ շատերը գալիս են։ Մարդիկ բախվում են նաև կրթության հիմնախնդրին, եւ այստեղ էլ արդեն պարզ է, որ կրթության լեզուն է ուրիշ, կրթության ընդհանուր ծրագիրն է ուրիշ եւ երեխաները, որոնք դպրոցի կիսատ են թողում, պետք է ընդունվեն նոր դպրոց եւ շարունակեն իրենց ուսումը նոր ուսուցիչների հետ, նոր ծրագրով, նոր թեմայի մասին եւ նոր լեզվով։ Եվ իհարկե սա բավական դժվարությունների տեղիք է տալիս ու ծնողներն էլ նշում են, որ շատ դժվար է երեխաների հետ անդադ պետք է նստեն եւ դասերը սովորեն։ Սրան որոշակի լուծում թվում էր, թե ինչ որ մի պահ տրվեց, սիրահայերն իրենք ինքնակազմակերպվելով դպրոց հիմնեցին, Կիլիկիա դպրոցը, որը, եթե չեմ սխալվում, միայն 1 տարի աշխատեց, բայց այդ դպրոցից համենայն դեպս այս ֆոկուս խմբի մասնակիցները նշում են, որ գոհ էին։ Մի կողմից սա փաստորեն լավ էր այն առումով, որ նրանց հնարավորություն էր տալիս իրենց իմացած լեզվով կրթությունը շարունակել եւ նրանք շարունակում էին Սիրիայի իրենց դպրոցի ծրագրով եւ սա իհարկե լավ հնարավորություն է, եթե այս մարդիկ վերադառնալու էին, եթե նրանք այնուամենայնիվ իրենց կյանքը հետո շարունակեն Սիրիայում, բայց եթե մնալու են, ապա էլի խնդրահարույց է, որովհետև փաստորեն մարդիկ փոխարեն ներգրավվելու հասարակության մեջ ինչ որ մի մաս իրենք իրենցով խմբավորվում եւ իզոլացվում են։ Բայց մյուս կողմից կրթությունը հավանաբար ավելի պակաս է տուժում։ Ծնողներից մեկը պատմում է. այստեղ ուսուցիչների պահանջկոտության բացակայությունը մեր երեխաներին հասցրեց թուլամորթության, ծուլության, որ դասերի նկատմամբ ունեն տեղացի երեխաները։ Այս ամենին նպաստեց նաև չսովորող երեխաներին անպայման հաջորդ դասարան տեղափոխելու վատ սովորությունը, որը հասցրեց նրան, որ երեխաները կարծես դպրոց են գնում ժամանցի։ Եվ հետաքրքիր է սա ծնողի այս կարծիքը համադրել ուսուցիչներից մեկի կարծիքին, որոնք դժվարանում են լեզվին լավ չտիրապետող, համենայն դեպս կրթության լեզվին լավ չտիրապետող երեխաներին հասցնել դասերի եւ ուսուցիչներից մեկը նույնիսկ ասում է, որ մեզ հրահանգել են, որ մենք շատ չճնշենք այդ երեխաներին եւ ավելի մեղմ վերաբերենք։ Ու փաստորեն ստացվում է, որ մի կողմից ավելի մեղմ են ուսուցիչները վերաբերում հասկանալով դժվարությունը երեխաների, բայց մյուս կողմից ծնողներն էլ գտնում են, որ այդ մեղմությունը նպաստում է նրան, որ երեխաների գիտելիքն է տուժում։ Եվ մյուս մեծ խնդիրը, որ կուզեի նշել, որի մասին հենց սիրահայերն իրենք են պատմում, դա աշխատանքի հետ կապված խնդիրն է։ Հայաստանում մենք ավելի շատ տեսնում ենք ձեռներեց սիրահայերի, ովքեր կարողանում են ինչ-որ բիզնես հիմնել եւ իրենք իրենց համար աշխատանք են ստեղծում։ Այդ մարդիկ որոշ դեպքերում հաջողում են, որոշ դեպքերում չեն հաջողում եւ մենք բնականաբար ավելի շատ տեսնում ենք այն դեպքերը, երբ հաջողում են, որովհետեւ նույնիսկ մեր քաղաքային տարածքն է փոխվում
այդ ձեռներեցությունից մենք կենտրոնում տեսնում ենք սիրական ռեստորաններ կամ արագ ուտեստի կետեր, խանութներ, որտեղ որ վաճառում են նրանց արտադրությունը, բայց սա փաստորեն շատ հեշտ չի տրվում այս մարդկանց, որովհետև շատ ձեռնարկներ նշում են եւ համեմատում են Հայաստանի բիզնես պայմանները Սիրիայի պայմանների հետ եւ երկու հիմնական բան են շեշտում, որ նախ այստեղ շուկան բավականին փոքր է համեմատ Սիրիայի եւ երկրորդ այնտեղ հարկային արտոնություններ է տրվում նոր սկսվող բիզնեսին, մի բան, որ այստեղ, ինչպես նրանք նշում են, չկա եւ դա շատ բարդեցնում է գործը։ Էլի եկեք տեսնենք, թե ինչպես են սրա մասին խոսում հենց սիրահայերն իրենք։ Պատմում է. Ես 2 տարի առաջ եմ այստեղ գործ դրել, մինչև հիմա աշխատում եմ, ֆորմաների եւ շտամպերի գործ եմ անում, դա իմ բիզնեսն է, այդ նույն գործը Հալեբում էի անում։ Նյութի մատերիալի խնդիր ունեմ, այստեղ դրանք դժվարությամբ են ճարվում, հաճախ դրսից են բերում, բիզնեսս լավ է աշխատում, գնալով ավելի է լավանում, Հայաստանում հարկային մարմինները գործը սկսելու հենց առաջին ամսից վճարումներ են պահանջում, Սիրիայում այդպես չէ, գոնե առաջին փողը պիտի շահեիր, նոր հարկեր մուծեիր, ես գրանցված աշխատող եմ, ամեն ամիս բոլոր հարկերը վճարում եմ, սակայն սիրահայերի համար նախատեսված հարկային վերջին զիջումներին չեմ ենթարկվում, քանի որ գործս վաղուց եմ հիմնել։ Սա հաջողված բիզնեսի դեպք է, բայց նույն ֆոկուս խմբի մասնակիցները պատմում են նաև ձախողումների մասին։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ եթե համեմատենք այլ երկիր մեկնող սիրիացիների ճակատագրին, որոնք նախ փախստականության եւ փախուստի շատ բարդ ուղի են անցնում եւ երկրորդն էլ բավականին դժվարությամբ են կարողանում հաստատվել այդ ընդունող երկրներում, եթե հատկապես եվրոպական երկրներ են մեկնում կամ Թուրքիա։ Ավելի շատ բնակվում են գոնե նախնական շրջանում բնակվում են ճամբարներում, որոնց մեծ մասը իրենց կացարանային պայմաններով բավականին անբարենպաստ են։ Մեր պարագայում մեր փորձառությունը շատ ավելի հաջող է, բայց մյուս կողմից հետաքրքիր է հասկանալ այս հաջողությունը ինչով է պայմանավորված։ Արդյոք սրան նպաստում է փախստականների եւ ընդհանրապես հարկադիր միգրանտներին ուղղված քաղաքականությունը միգրացիոն, թե ընդհակառակ այս քաղաքականության բացակայությունը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ կամ շուկան ավելի մեծ ազատություն տա, որ մարդիկ իրենք ինչ որ կերպով ինտեգրվեն նոր հասարակությանը։